Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին հայտարարեց եկեղեցու դեմ մարշավի նոր փուլ, ստորագրվեց փաստաթուղթ, այս տեղի ունեցողի վերաբերյալ կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Այս հրաշքորով փորձում եք տրամադրություն շեղել, ասեմ մի բան, մեր եկեղեցու գլուխը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է, իր կողմից ստեղծված հակաթոր աղանդի գլուխը ինքն է, դե դրեք ու համեմատեք, ուրիշ բան չասեմ, փորձում է ստեղծել հակաթոր, իր ներքին էությանը հարիր ընտրելով մարդկանցով նման զնմանեք գթանը սկզբունքով, նորից եմ կրկնում, մեր եկեղեցու գլուխը Հիսուսն է, հոգևոր առաջնորդը վեհապարտ էր, Գարեգին երկրորդ նորին սուրբ օծություն։ Այդ հակաթորի գլուխը ինքն է, երբ ինքը ստորագրեց 10 ուխտադրուժ եպիսկոպոս, արքեպիսկոպոսների հետ մի փաստաթուղթ առաջին ազգանունը իրենն էր, ոչ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլ որպես վարչապետ։ Այսինքն ակնհայտ է ցույց տվեց, որ այս գործընթացը քաղաքական է։ Եվ փորձ է իրականացնում հակառթորը ստեղծել պետական մակարդակով։ Նա կատարում է իր տերերի հանձնարարականը, մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնց համար խիստ կենսական է, որ Հայաստանում ստեղծվի հակառթոր, ստեղծվի նոր կաթողիկոսություն, որը իր մեջ փորձելու է ներառել միայն Հայաստանի թեմերը։ Եվ իշխանությունների կողմից կառավարելի անձնշանակել, ընդհանրապես սա չի ստացվելու, վստահեցնում եմ ձեզ։ Ինչ նախաձեռնել է Փաշինյանը եկեղեցու հետ բոլորը ձախողվել է, սկսած քարոզչական դաստից, մայրաթոռը ուժով փորձել գրավելուց, 10 ապստամբ ուխտադրուժ հոգևորականներին տաճար մտցնելու փորձից եւ վերջացած իր կրկես շփոթույով, որտեղ ինքը առավոտից երեկոմ պտտվում է։ Ուրիշ բան չունի անելու այդ մարդը, թեման օրակարգը տակ է պահում։ Իդեպ ասեմ, չկա չարիք առանց բարիքի։ Այն ինչ որ հիմա ինքը անում է, սա նաև մեր ժողովրդին, մեր եկեղեցու նվիրալ հավատավոր զավակներին իրար կողքի կանգնեցնում։ Իսկ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը ըստ ձեզ։ Իսկ ինքը գիտի Տերը ինչ հանձնարարական կանեի, նորից եմ ասում, եկեղեցու հետ ինքը ձախողվել է ամբողջովին։ Վստահաբար եմ ասում։ Այդ դիմեք հատուկ ծառայությունների, թե հոգևորական ամիսներ առաջ ինչպես էր պաշտպանում վեհապար Հայրապետին եւ ինչպես դարձավ, որ Շվեյցարիայի թեմի տեղապահը այլ կեցած դրսևորեք։ Այստեղ արդեն հատուկ ծառայությունների աշխատանքի հետևանք է։ Թող 11 լինեն։ 55-ից 11, 55-ից 50-ը լինեն, 55-ից 54-ը։ Մեր եկեղեցու գլուխը Աստված է։ Եվ երկի վրա իր օծյալը, վեհապար Հայրապետը եւ եկեղեցին իր նվիրալու հավատավոր զավակներով։ Կարծում սանով ամեն ինչ ասացի։ Ոչինչ չի փոխվի, վեհապար Հայրապետը հրաժարական չի տալու։ Նա օծյալ է առաջին, անգամ նման իրավունք էլ չունի, ինքը իրավասություն չունի, որտեւ Աստծո որոշումները մարդը չի բեկանում։ Այդ թղթի կտորեք օգտագործեն արտակնոցում, ինչպես նախորդ բոլոր թղթերը, որտեղ ստորագրել են եւ ոչինչ չեղավ։ Ուրիշ բան չկա։ Ասում եմ մեր ժողովրդի, մեր հայրենիքի եւ մեր պետականության փրկությունը այս տարածքից է լինելու, մայրաթոռից։ Փրկությունը այստեղից է։ Այնտեղից, որտեղ Աստված է իջել։ Միածին որդին։ Մենք պետք է գտնենք մեր բոլոր հիվանդությունների բուժման պատճառը։ Իսկ բուժման պատճառը շատ պարզ է։ Գալիս ենք Տիրոջը նվիրումով, հավատավոր կերպով։ Մնացած ամեն ինչը հետևանք է լինելու։ Այսպես, ես էլ լսեմ վեհապար Հայրապետի խոսքը։ Ձեզ նաև խորհուրդ տամ։ Կրկին լավ որ այս ուրախորը կարծում եմ շրջադարձային է։ 2026-ն է շրջադարձային լինելու մեր ժողովրդի համար։ Իսկ նրանք ճամպրուկները կապել են ուղղակի ճողոպրեն։ Նիկոլի ինքնաթիռում միայն իր ընտանիքի անդամների համար տեղ կա, թող մյուսները մտածեն ոնց են ճողոպրելու։ Լավ մնացեք։